Բարև ձեզ Factor TV հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արեգ Քոչինյանն է, ողջույն։ Բարև ձեզ։ Հիմնական մեր ուշադրություն սևեռված է լինում արտաքին քաղաքական հարցերն, անվտանգային իրադրությունը, իհարկե նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային process-ին, բայց սկսվել է բանավեճ Հայաստանում հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև եւ Փաշինյանի, այսպես ասենք, ձեռնոց նետելը հենց անձամբ կաթողիկոսին կուսակրոնության այսպես հարցին է անդրադառնում, արդյոք նա պահպանում է այդ ուխտը, գիտենք, որ հոգևոր կյանքում սա կարևոր գործոն է։ Ինչ գնահատական ունեք այս բանավեճի, ինչի մասն է, ընդհանրապես իրականում սա ինչ վերլուծության հիմք է ձեզ տալիս։ Տեսեք, ես բնականաբար չեմ պատրաստում մտնել խնդրո առարկա թեմայի մեջ, բայց կարող եմ որոշակի մեկնաբանություններ ձեզ առաջարկել քաղաքական կոնյունկտուրայի վերաբերյալ։ Իսկ ինչ է տեղի ունենում, ըստ էության եկեղեցին, իսկ քանի որ Հայաստանի եկեղեցին շատ բրգաձև կառույց է եւ որոշումները հստակ մի հոգու կողմից են այսպես կայացվում ու իրականացվում, չնայած կա գերագույն հոգևոր խորհուրդ։ Բայց իմիջիայլոց դա մենակ մեր եկեղեցուն չի բնորոշ, ընդհանրապես եկեղեցին շատ բրգաձև կառույց է լինում։ Կաթողիկոսի մասին է բնականաբար խոսքը, սկսել է որոշակի քաղաքական ուրեմն գիծ, այսպես ասենք, սպասարկել։ Այդ գիծը սպասարկելու ընթացքում այս պայթյուն ըստ էության դարձել է ամենաարմատական ընդդիմությունը Հայաստանի կառավարությանը եւ այն քաղաքական գծին, որ իրացնում է Հայաստանի կառավարությունը, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է, խաղաղությունն է, այն գաղափարախոսությունն է, որ իրենք կոչում են իրական Հայաստան եւ այլն, այսինքն այդ ամբողջ փաթեթին, ամենաարմատական ընդդիմությունը այս պայթյուն դարձել է եկեղեցին, նույնիսկ կաթողիկոսի առաջնորդությամբ ու պարբերաբար սրա սրացումներ, թույլատումներ նկատվում է։ Իսկ քաղաքականությունը, գիտեք, քաղաքականությունը նրա մասին է, որ դու ստանում ես հարվածներ եւ տալիս ես հարվածներ։ Այն բայց սկսած, երբ որ եկեղեցին սկսեց զբաղվել քաղաքականությամբ եւ սկսեց հարվածներ հասցնել կառավարությանը, ինքը պետք է լիներ պատրաստ, որ ստանալու է նմանատիպ հարվածներ։ Հիմա այն պահից, երբ որ այդ քաղաքականության գիծը անցվել է եւ սկսվել են զբաղվել քաղաքականությամբ, իրանք այլևս չեն կարող թաքնվել, ասել, գիտեք ինչ, մենք եկեղեցին ենք, մեզ մի ներքաշեք ձեր խոսակցությունների մեջ, մեր հարցերը մի խառնվեք, մենք ինքներս կորոշենք, մենք ոնց ենք անում, այդ ամենը չի աշխատում։ Պարոն Քոչինյան, տեսեք, նրանց արգումենտը գիտեք որն է, սա ասեմ շարունակենք, հա։ Այո, մենք հոգևոր իշխանություն ենք, բայց կան ազգային պետական կարևոր հարցեր, որոնց առնչությամբ չենք կարող տեսակետ չարտահայտել, այսինքն նրանք կղզիացած չեն կարող ապրել, հա։ Չեն կարող կղզիացած ապրել։ Տեսեք, ես ուզում եմ օրինակ բերեի, հիշում եք սրանից տարիներ առաջ արդեն, երբ որ նոր թափեր առնում է ձերբակալություններ եւ այլն, փաստաբանների մի խումբ էր հայտնվել, որոնք որ շատ կոնկրետ քաղաքական հայտարարություններ էին սկսել անել։ Չգիտեմ, Ռոբերտ Քոչյանի հետ կապված, այլոց հետ կապված, որոնք սկսել են ոնց որ փաստաբանները ասած քաղաքական հայտարարություններ են անում։ Հետո որ իրենց հակադարձում էին այդ քաղաքական հայտարարությունների հետ կապված։ Իրանք սկսում են ասել, բա մենք փաստաբան ենք, դուք մեզ հետևից մեզ հետապնդում եք, մեր մասնագիտական գործունեությունը չեք հարգում եւ այլն եւ այլն։ Բայց եղբայր, մի արա քաղաքական հայտարարություններ քաղաքական հակահարվածի մի արժանացի։ Այն ժամանակ էլ էին ասում են, բա մենք փաստաբան ենք, բայց այս կարևորագույն հարցերի վերաբերյալ մեր կարծիքները ոնց չհայտնենք։ Ես նույնիսկ եմ ուզում կրկնել, հարց չկա, ով ինչ կարծիք ուզում է հայտնի, բայց դու այդ քաղաքական process-ի մեջ մտնելով չես կարող թաքնվել եկեղեցու, փաստաբանական փողկապի կամ որևէ այլ պաշտոնի, ինստիտուտի զբաղմունքի հետևում ասելով, որին դուք ինձ չեք կարող քննադատել։ Եթե իշխանությունը անընդունելի քայլ է անում իրենց համար, չխոսեն, ասենք, ես հիշում եմ մի տարի առաջ այս օրերին եկեղեցին նաև գերագույն խորհուրդը հոգևոր հայտարարություն էր արել, որ Տավուշից 4 գյուղ է հանձնվում։ Ընդ որում շեշտված էր Տավուշից 4 գյուղ։ Կարևոր թեմաների շուրջ, բա ժողովուրդը չի հարցնի եկեղեցու։ Դե նախ սուտ էր, որ ինչ է կատարվում մեր սահմանին, դուք ձայն չեք անում։ Նախ սուտ էր, որ Տավուշից 4 գյուղ հանձնվում էր, ու հետո դա ապացուցվեց, որ այդ ամբողջ խոսակցությունը սուտ էր, ճիշտ է։ Այդ առաջին մասով։ Երկրորդ մասով, գիտեք, ես այս արգումենտը չի ուզում բերել, բայց ստիպված եմ բերել, բա ուր էր եկեղեցին, երբ որ Հայաստանում տարիներ, տասնամյակներ շարունակ կարևորագույն հասարակական քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում։ Երբ որ Երևանի փողոցում մարդկանց գնդակահարում էին, ուր էր եկեղեցին, այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի տուն էր։ Տեր-Պետրոսյանն էր այդ մարդկանց գնդակահարել, որ գնացել էր Տեր-Պետրոսյանի տան մոտ։ Հաշտեցնում էր։ Ում։ Տեր-Պետրոսյանը եւ Քոչյանը։ Բայց մարդկանց գնդակահարողներին պետք չէր հաշտեցնել կամ պետք չէր կարծիք արտահայտել այդ թեմայով։ Տեր-Պետրոսյանը չընդունեց նրան։ Ընդուներ, որ ինչ խոսար հետը։
Հաշտության մասին քաղաքական։ Ու մինչև գնդակահարողների եւ գնդակահարվողների մինչև հաշտություն Երևանի փողոցներում, իշխանություն ուզուրպացնողների եւ իշխանություն ստացածների մինչև հաշտություն, ի՞նչ մասին է խոսքը։ Էլեկտրիկ Երևանի ժամանակ կային պատի մեջ հոգեվորականներ։ Հիմա տեսեք, նորից եմ ուզում կրկնել։ Քաղաքացիական կեցվածքը մի բան է, քաղաքական process-ը մի բան է։ Էլեկտրիկ Երևանին կար որոշակի քաղաքացիական կեցվածք։ Հիմա կա փորձ ըստ էության ղեկավարելու ընդդիմադիր շարժում։ Այն ինչ որ անում էր Բագրատ Սրբազանը, դա դասական քաղաքական գործ չի, զբաղմունք էր, այսինքն ինքը փորձում էր ղեկավարել, առաջնորդել ընդդիմադիր շարժում, ընդդեմ բավական ռադիկալ ընդդիմադիր շարժում, հա։ Ակնհայտ է, չէ՞ որ հայաստանյաց եկեղեցում չի կարա լինի իրավիճակը, որ Սրբազանը ինչ-որ գործնական դիմի կաթողիկոսի կամքին հակառակ։ Ասում եք կաթողիկոսի օրինանքը ունենք։ Դե առավել եւս, բայց չի մասին է խոսքը։ Այսինքն ինչ է ստացվում, որ եկեղեցին առաջնորդում է արմատական ընդդիմադիր շարժում։ Սա քաղաքացիական կեցվածք չի, սա կարծիք արտահայտել չի, սա չգիտեմ մոտեցումների տարբերության մասին իրանց այսպես գիտեք սեփական խղճի արժեվ ազնիվ լինելու համար արտահայտվող միտք չի, սա բոլորովին այլ բան է։ Սա քաղաքական process է, սա քաղաքական պայքար է։ Իսկ քաղաքական պայքարի մեջ մտնողը պետք է պատրաստ լինի քաղաքական հարվածներ ստանա։ Եթե իշխանությունը զիջում է մեր շահերը, մեր տարածքները Ադրբեջանին, ձայն չանեն։ Հիմա եկեք այդ թեմայի մեջ մտնենք, այս թեման հաջողությամբ համարենք վերլուծած։ Հիմա ինչա տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեպի ուրա գնում։ Ըստ էության վերջապես թե կարծես թե էլի ոնց որ թու կողմնորոշվել է կառավարությունը թե ինչ է ուզում եւ հստակ գնում է խաղաղության օրակարգի սպասարկման ուղղությամբ։ Ադրբեջանը կրակում է, մենք չենք շեղվում խաղաղության օրակարգից։ Ադրբեջանը նոր պահանջները ուրեմն այսպես ի հայտ բերում մենք, շարունակում ենք խաղաղության օրակարգի վրա աշխատել, փորձելով ուրեմն հասնել փոխադարձորեն ընդունելի լուծումների։ Ու դրա երևի թե մինչև այս պահ ամենացածուն օրինակը եղավ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որտեղ կային տարաձայնություններ եւ այո հայկական հիմնականում հենց հայկական կողմի զիջումների արդյունքում այդ տեքստը դարձավ ընդունելի։ Սա ոչ մեկին Հայաստանում չի կարող դուր գալ, այդ թվում նաև ինձ է դուր չի գալիս, որ անդադ հայկական կողմն է զիջում, որ ցավալի այսպես կարգավորումների են գնում եւ այլն։ Բայց եկեք մի քանի բան հիմա մենք մեր համար ֆիքսենք, էլի։ Այդպես չի լինում, որ դու պատրաստում պարտվես, այլ այսպես պարտվես, հետո քեզ հակառակ կողմը հաղթողը զիջի։ Այդ այդպես չի աշխատում։ Դրա մասին պետք է մտածել ինչև պատրաստում պարտվել է։ Երկրորդ, բոլոր մարդիկ ովքեր այդ բանն են, այդ քարոզն են տանում, թե պետք է արժանապատիվ խաղաղություն, պետք է ուղղակի թղթերը շպրտել Ալիևի դեմքին, այնտեղ չգիտեմ, Ալիև լավ չէ, այս ջուրը կշփեմ դեմքիդ, այդ բոլոր այդ մարդիկ ովքեր տենց տաքուկ խոհանոցներում եւ չկզել Ալիևի առաջ, հա, չկզել եւ այլն, գիտեք, նախադասության առաջին մասը ասում են, բայց այնտեղ պետք է ստորակի է, ու այդ ստորակից հետո նախադասության երկրորդ մաս կա, որը չեն ասում։ Եվ պարկել Ռուսաստանի տակ։ Բայց եկեղեցին հոգևոր գերագույն խորհրդի հայտարարությունում չկա։ Ինչ չկա։ Պարկել Ռուսաստանի։ Ես էլ հենց այդ եմ ասում, որ այդ ստորակետից հետո եկող մասը նախադասության ոչ մեկ չի ուզում արտաբերի։ Մինչդեռ ինքը ընդեղ է։ Այ որն է այլընտրանքը հայ-ադրբեջանական կարգավորման ու հայ-թուրքական կարգավորման։ Դա այն նույն ռազմավարության կիրարկումն է, որը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանում, որ մենք ունենք պաշտպան, որ մենք ունենք ուրեմն մի հատ փեշ, որի հետևը մենք կարողանում ենք պահկվել ադրբեջանցիներից ու թուրքերից, ու մենք ադրբեջանցիների թուրքերից խոսալու բան չունենք։ Բայց ոնց որ այդ նախադասությունը դա մեր խնդրի կեսն է։ Այդ խնդրի երկրորդ կեսներն է, որ անգամ եթե պարկես Ռուսաստանի տակ, Ռուսաստանն էս չկես պաշտպանելու է։ Ինչպես չպաշտպանեց 21-ին, ինչպես չպաշտպանեց 22-ին։ Ես էլ Ղարաբաղի մասին չեմ խոսում, ես խոսում եմ բուն Հայաստանի մասին, հասկանում ես։ Ես չեմ կարծում, որ կա ինչ-որ մի հատ իրավիճակ, որ մեզանից է կախված, հա, այսինքն մենք ինչ որ Ռուսաստանը ցուցակ ունի մեզնից պահանջներ, որ մենք այդ ցուցակի բոլոր պահանջները կատարենք, այլ դրա դիմաց մենք ստանալու ենք պաշտպանություն Ռուսաստանից։ Չկա նման բան։ Դա ֆիկցիա է, դա սուտ է։ Հասկանում եք, բոլոր մարդիկ ովքեր դες ասում են, թե այ էս ինչ բան անենք ռուսները մեզ կպաշտպանեն, չկա նման բան։ Ուղղակի չկա։ Բայց որևէ ասես ռացիոնալ ինչու չկա, երկու պատճառով չկա։ Առաջինը, որովհետև նախ Ռուսաստանը մեկնել իրան պաշտպաներ, ինքը վիճակում չի, որ հիմա ինչ-որ մեկին կարա պաշտպանի։ Եվ երկրորդը, որովհետև հարավային Կովկասում Ադրբեջանը եւ հատկապես Թուրքիան իր համար շատ ավելի կարևոր գործընկերներ են, քան Հայաստանը։
հասկանում եք գազային գործակցերի մի զգալի մասը իրականացվում է Ադրբեջանի միջոցով, ինքը հյուսիս-հարավ այդ միջանցքը կառուցել Ադրբեջանի միջոցով, իր ուրեմն երկրորդային այդ առևտրի, այսինքն որ բերվում է Թուրքիայից տարվում է Ռուսաստան, բայց ոչ սանկցիոն ապրանքներ հիմնականում, թեպետ ենթադրում եմ կան նաև սանկցիոն ապրանքներ։ Մի ահռելի տոկոսը արվում է Թուրքիայի միջոցով։ Թուրքիան միակ երկիրն է այս արևմտյան հատվածում Ռուսաստանի սահմանների, հա, Կասպից ծովից, Սև ծովից արևմուտք ասենք կամ հարավ արևմուտք, որ իր օդային տարածքը չի պակել Ռուսաստանի համար, որի օդանավականները ընդունում են ռուսական օդանավերը եւ իր տարածքով ռուսական օդանավերը կարողանում են թռնել։ Այս երկու երկրները անհամեմատ ավելի կարևոր են Ռուսաստանի համար, եւ դու ուզում ես իջի ներքև բարձրացիր վերև, ինչ ուզում ես ասել, դրանք շարունակելն ավելի կարևոր լինեն Ռուսաստանի համար։ Բանկը Եվ ուրեմն բոլոր էս էլ վերջացնել, եւ ուրեմն բոլոր մարդիկ, ովքեր ասում են այդ ստորակետից հետո այդ միտքներ հələ չեն էլ ասում, բայց մեկը սուտ են ասում։ Որտեղ նույնիսկ այդ իրավիճակը, որ իրանք տեսնում են որպես այլընտրանք, ինքը մտածածին է, ինքը չկա։ Եվ ուրեմն մեր միակ լուծումը այս պայծրությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այո լեզու գտնելն է։ Ինչ կապ ուներ եկեղեցին դրա հետ։ Եկեղեցին ինչին է անդիմանում։ Եկեք ես մեջբերում անեմ։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին հայ առաքելական եկեղեցուն ուղղված զրպարտությունների կեղծ մեղադրանքների հետ, նկատի ունի Փաշինյանի ազգավնաս եւ կործանարար քաղաքականությունը, ոչ միայն երևի ներքին եկեղեցու նկատմամբ, այլև արտաքին եւ ես չեմ ուզում նույնիսկ մեջբերել հոգեվարականների հարցազրույցներում արված հայտարարությունները կամ քննադատությունները, դրանք ավելի սուր բառապաշարով են, ասում եք ինչին է ընդդիմանում, մինչդեռ նրանք մեղադրում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները սպասարկելու մեջ։ Փաշինյանը սպասարկում է նման նկրտումներ։ Դե ես փորձեցի Դուք կապում եք նրանց Ռուսաստանի հետ, նրանք էլ կապում են արտաքին։ Հա, շատ լավ, ով ինչ հետ ուզում է թող կապի, Քաբլիցի ազատ երկիրը, ով ինչ հետ ուզում է թող կապի, ես ամեն դեպքում փորձում եմ ներկայացնել իրավիճակը հողի վրա եւ բացատրել, թե այն որ կա որոշակի կուրս եւ որն է այդ կուրսի այլընտրանքը։ Նորից եմ ուզում ֆիքսել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կուրսի այլընտրանքը դա Ռուսաստանն է, ընդ որում Ռուսաստանն է, որը որ քեզ չի պաշտպանելու։ Նորից ուզում ես հելիր վերևի ճիրցած, քեզ չի պաշտպանելու։ Բայց տեքստում Ռուսաստան չկա։ Ես իրանց տեքստի հետ խնդիր չունեմ, հարգելի գործընկեր։ Ես ասում եմ կա իրավիճակ եւ կա այդ իրավիճակի նկատմամբ արմատական ընդդիմություն։ Թե հիմա այդ արմատական ընդդիմությունը ինչ տեքստեր է արտադրում, ինչ տեքստեր է թողարկում, դա իրանց գործն է։ Բայց փաստը մնում է փաստ, որ կա այս իրավիճակը, կա քաղաքական այս կոնյունկտուրան։ Ու կա այդ քաղաքական կոնյունկտուրայի լուծման այս բաղադրատոմսը։ Հիմա այդ բաղադրատոմսից բացի ես տեսականորեն տեսնում եմ այդ երկրորդը։ Ու ես վստահ եմ, որ այդ ընդդիմադիրներ են տեսնում այդ երկրորդը։ Ապավինել Ռուսաստանին։ Ապավինել Ռուսաստանին, բայց ես նորից ուզում կրկնել, որ ինձ որպեսի չանվանեն խելքը թափած ռուսատյաց։ Լավ գնանք Ռուսաստանի հետ, բայց ախր չի պաշտպանելու ձեզ Ռուսաստանը։ Էլի ամենավճռական պահին մնալու ենք մենակ։ Դրա համար նորից եմ ուզում կրկնել, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հարատև պետականության ամենամեծ խնդիրը եւ նպատակը պետք է լինի։ Եկեղեցին ոչ չի ասում մի կարգավորեք, ասում է կարգավորեք, բայց մեր շարերը չզիջելով։ Ընդդիմությունը ասում է արժանապատիվ խաղացում բերեք։ Այսինքն չզիջել, կարմիր գծեր ունենալ, Արցախի հայերի վերադարձի արզ դնել, Շվեյցարիայում տեսակ ինչ կոնֆերանս են Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, թե ինչ եղավ այդ գծի տրամաբանության հետ Արցախում։ Երբ որ Արցախում կար նախագահ Արայք Հարությունյան, ով որ փորձում էր Ադրբեջանի հետ որոշակի համակեցության ձևաչափ մտածել։ Օրինակ համաձայնել Լաչինի ու Աղդամի միաժամանակյա բացելուն ճանապարհների։ Օրինակ համաձայնել, որ Արցախը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցի, հիշում եք, հիմա արդեն դրանք դրա մասին բացահայտ են խոսում, տարբեր բալկանյան մայրաքաղաքներում հանդիպումներ կազմակերպելուն։ Ու կար մյուս գիծը, որ ասում էր, չէ, ինչ եք խոսում, դրանք ով են մենք դրանց հետ նստենք խոսանք, ոչ մի ճանապարհ չի կարող Աղդամի ճանապարհը, պետք է Լաչինի ճանապարհը բացվի, աշխարհը կստիպի Ադրբեջանին Լաչինի ճանապարհը բացել։ Ու հետո ինչ եղավ։ Այդ քաղաքական գիծը մեկ անգամ արդեն բանկրոտ հայերեն ոնց է Ես արգելափակվել բառը արգելափակվել բառը չի։ Երբ որ ապացուցվել է, որ ինքը ճանապարհը դեպի ոչ մի տեղ ձախողվել է։ Ձախողվել է այդ քաղաքական գիծը։ Հիմա այդ նույն մարդիկ ուզում են այդ նույն բան անեն Հայաստանում։
Ոչ, շնորհակալություն։ Բայց խաղաղությունը չի կարող արդար լինել, եթե Արցախի հայերը վերադարձի իրենց իրավունքը չիրագործեն։ Խաղաղությունը որպես կանոն անարդար է լինում։ Շատ հազվադեպ է լինում, որ խաղաղությունը լինի արդար։ Ուրեմն իշխանություն պիտի անարդար խաղաղության տակ չստորագրի։ Ինչի՞։ Որովհետև նորից եմ ուզում ասել, գիտեք, շատ հաճախ է լինում, երբ որ հասարակությունները ստիպված են լինում ընտրել արդարության ու խաղաղության միջև։ Շատ հաճախ է այդպես լինում։ Եվ նորից եմ ուզում ասել, որ շատ հազվադեպ է լինում, որ խաղաղությունը լինի արդար, շատ հազվադեպ է լինում։ Եթե մեր ուժները ներեր, հարց չկար, գնենք դրա համար։ Բայց երբ որ դու այիմ նկարագրած իրավիճակում ես, դու պետք է ինքդ քեզ համար ուղղակի գիտեք, այսպես քաջ գիտակցես այդ խաղաղությունից հրաժարվելու կամ այդ խաղաղության հետևից չգնալու գինը, արդարության հետևից գնալու գինը։ Բայց Ադրբեջանն ու Թուրքիան մեզ խաղաղություն չեն էլ տալիս։ Նկատի ունեմ, այնպես չի, որ զիջումներ անելով Հայաստանի իշխանությունը դե ֆակտո դե յուրե խաղաղություն է բերում։ Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, այդ ամեն ինչի լուծումները արդեն վաղուց։ Այսինքն զիջումները անիմաստ են։ Զիջումները անիմաստ չեն, որովհետև մենք ամեն զիջում, ընդ որում այդ զիջումներ շատ Ինձ մոտ կարեք ասեք դուք որ ասում եք զիջումներ, կոնկրետ ինչ է նկատի ունեք։ Օրինակ հայկական կողմ միջազգային հայցերից հրաժարվում է։ Դեռ չի հրաժարվել, չէ՞, Եթե դա տեղի ունենա։ Այսինքն եթե խաղաղություն լինի, կհրաժարվի։ Եթե համաձայնագիր կնքվի, չասենք եթե խաղաղություն լինի կամ եթե համաձայնագիր կնքվի։ Այս դուք ձեր մի քիչ առաջ արգումենտ եք բերում, ասում եք, որ իրանք չեն տալիս խաղաղություն, բայց մենք զիջում ենք։ Ճիշտ է, ձեր խոսքը մոտավորապես սա էր։ Նայած երբ որ հարցի դուք զիջում ասելով ինչ նկատի ունեք, դուք ասացիք մի բան, որը որ դեռ Հայաստանը չի արել։ Այո, բայց պատրաստվում է անել։ Ինչի դիմաց։ Կնքման դիմաց, ոչ թե այսինքն երբ իրանք խաղաղությունը տան։ Կնքումը տան։ Կնքելը խաղաղության մի բաղադրիչ է, հայ ես չեմ ասում այդ թուղթը ամեն ինչ է, բայց այդ թուղթը հստակ քայլ է, չէ՞ դեպի խաղաղություն։ Ճիշտ է։ Հստակ է, չէ՞ որ խաղաղության պայմանագիրը ավելի լավ է, քան խաղաղության պայմանագրի բացակայությունը։ Եթե դա չի մանիպուլացվելու եւ չի գործիքայնացվելու, նոր նոյեմբերի 9-ը չի սարքվելու մեր գլխին, այո։ Ահա։ Հիմա եկեք դրա համար ֆիքսենք, երբ որ դուք նոր ասում եք զիջումներից, դուք խոսում եք մի բանից, որը Հայաստանը դեռ չի արել եւ պատրաստվում է անել նրա դիմաց, որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Ուրիշ զիջում կա, որ ձեր մտքին էսպայդության կա, որ դու ասում եք Հայաստանը գնա զիջումների։ Փակել Արցախի հարցը, ինչպես վարչապետն ասում է, փակել Ադրբեջանի տարածքում տարածքային կոնֆլիկտը, ահա, եւ նա ուզում է երաշխիքներ Ադրբեջանից, որ Հայաստանում այդ կոնֆլիկտը չի բերում, բայց անդիմախոսներն ասում են, որ Արմենիան Ադրբեջանի կոնցեպտը հենց Հայաստանի տարածքում կոնֆլիկտ սադրելու մասն է, այո։ Մենք էլի կփակենք Արցախի կոնֆլիկտը եւ կստանանք Արմենիան Ադրբեջանի կոնֆլիկտ։ Այ հենց դրա համար էլ Հայաստանի կառավարությունը չի համաձայնվում այս իրավիճակում Մինսկի խմբի լուծարմանը։ Ինչ առաջարկում։ Առաջարկում է այդ երկուսը անել միաժամանակ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու Մինսկի խմբի լուծարումը։ Ինչու՞։ Որովհետև Մինսկի խումբը այն միջազգային մարմինն է, այն ուրեմն կոնստրուկտն է, որը որ պետք է զբաղվեր Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, փոխարենը խաղաղության պայմանագրին էլ այն փաստաթուղթն է, որով Ադրբեջանը եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պարտավորում են միմյանց ներքին գործերին չխառնվել եւ այլն եւ այլն։ Այսինքն այս երկուսը որ միաժամանակ կարող են փակվում է եւ նա։ Բայց նորից եկեք ֆիքսենք, որ ոչ մեկը սրանցից դեռևս արված չի։ Եվ այստեղ դուք չեք կարող խոսել նրա մասին, որ Հայաստանը ինչ-որ բան զիջել է։ Որտեղ Հայաստանը դեռևս չի համաձայնվել Մինսկի խմբի լուծարմանը, իսկ այն դեռ դա չի լուծարվել, Ղարաբաղի թեման էլ փակ չի։ Այ ընդդիմախոսներն ասում են նույնիսկ եթե ստորագրությունը լինի, դրանից հետո էլ խաղաղություն չի լինի։ Այսինքն process պետք է տանել դիմակայության ձևաչափով եւ չհրաժարվել զենքերից։ Զենքերից հրաժարվելու ենք, ստանալու ենք թուղթ, որը դառնալու է նոր նոյեմբերի 9-ը, այսինքն միջազգային հայցեր եւ այլ։ Այդ զենքեր։ Այո, մեծ զենքեր։ Այսինքն այդ թուղթ չի։ Ստանալու ենք թուղթ, որը Ադրբեջանը կարող է մանիպուլացնել եւ շատ կարևոր բան է, այսինքն խաղաղության պայմանագիրը թուղթ է, դատարանի որոշումը թուղթ չի։ Չէ։ Դատարանի որոշում կար, որ Լաչինի միջանցքը պետք է բացեին։ Բայց ինչ եղավ։ Չեք կարող ասել 5 տարի հետո կարող է, ասենք, դեմոկրատները։ Նույնձևի չեք կարող ասել 5 տարի հետո խաղաղության համաձայնագիրը ինչ կդառնա, այ քեզ բան։ Եվ միջազգային իրավունքը սկսի գործել։ Եթե արգումենտը չեք կարող ասել, նա դուք չեք կարող ասել 5 տարի հետո խաղաղության համաձայնագիրը ինչ կդառնա։ Ալիևի դեմ միջազգային դատարանում հասնել կալանքի որոշման։ Հա, միջազգային դատարանը գալու է ձերբակալելու է Իլհամ Ալիևին, ոնց որ ձերբակալեց Վլադիմիր Պուտինին, ոնց որ ձերբակալեց Բենյամին Նեթանյահուին, այդ երկուսի վերաբերյալ օրդեր կա դուրս գրված իրենց ձերբակալության։ Չի նշանակում դեռ չի ձերբակալել։ Մենք իհարկե մտանք այ շատ ավելի այսպես արմատական մի հատ խոսակցություն դաշտ, երբ որ ռեալիզմն ու լիբերալիզմը իրար հետ
վեճի մեջ են, ռեալիզմը մի փոքր այլ ուրեմն քաղաքական դպրոց է, լիբերալիզմը ասում է այդպես դատարան, մատարան, միջազգային իրավունք, բան, ես լիբերալիզմի դպրոցի ներկայացուցիչ ինչ չեմ համարում միջազգային հարաբերությունների կոնյունկտուրային։ Բայց եկեք մի հատ վերադառնանք այն խոսակցությանը, երբ որ ասվում էր խաղաղության պայմանագիրը դա խաղաղությունն է, ոչ, դա խաղաղությունը չի։ Բարեկամներ, եկեք շատ հստակ լինենք, էլի, խաղաղության, ես նույնիսկ ասեմ, որ խաղաղության համաձայնագիրը դա իրական խաղաղության process-ի սկիզբն է, մեկնակետն է։ Բայց այդտեղ մի հատ ուզում անալոգիա մենք կառուցենք Արցախյան շարժման այն 90-ականների բանակցային process-ի հետ։ Հիշում եք, կար այսպիսի խոսակցություն, փուլային, փաթեթային։ Երբ որ փուլայինը մերժվեց հայտնի ուժերի կողմից Հայաստանում, այ մոտավորապես այն նույն գծի վարողների կողմից, որոնք որ հիմա են այդ նույն գիծը վարում, դրա փոխարեն առաջարկելով փաթեթային, ընդ որում փաթեթայինով առաջարկում են ամեն ինչ, դրա դիմաց մենք պետք է սենք հայլարքալ ուրեմն ինչ-ինչ բաներ անել։ Լևոն Տեր-Պետրոսյանը սա շատ լավ ձևակերպել է, ասում է մենք Ադրբեջանից առաջին հերթին ուզում էինք այն Արցախի կարգավիճակի ճանաչումը իր կազմից դուրս։ Ինչ որ ինքը տեսականորեն ամենավերջին ամենամեծ զիջումը իրա պետք է լիներ։ Այ մենք ուզում ենք որ ինքը դա սկզբից աներ, հետո նոր մնացածից խոսայինք, հա։ Հիմա մոտապես նույն իրավիճակն է դառնում։ Երբ որ դուք ասում եք, որ այդ խաղաղության ոնց կլինի մենք ինչ որ բան զիջենք խաղաղության համաձայնագիր ստորագրելու դիմաց։ Հենց դա է ախր։ Դու գնում ես քայլ առ քայլ։ Այդ խաղաղությունը կառուցվում է քայլ առ քայլ։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու հրաժարվում ես Մինսկի խմբի ինստիտուտներից, դրա փոխարեն ստանում ես խաղաղության համաձայնագիրը, քո տարածքային ամբողջականության ճանաչումը եւ այլն եւ այլն։ Դու գնում ես մեկ քայլ առաջ եւ փորձում ես կոմունիկացիաներով ունենալ որոշակի կարգավորումներ փոխըմբռնելի։ Ընդ որում մենք այս թեմայով երևի մի 1000 անգամ խոսացել ենք այդ ճակերտավոր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմայով։ Եվ դու գիտեք, ես միշտ փորձել եմ ինչ որ կարգավորման մոդել գտնել այս թեմայի շուրջ, որը որ կողմերի համար ինչ որ չափով ընկալելի կլներ։ Բայց ես կարծում եմ, որ այս պայությամբ այն ինչ որ առաջարկել է կառավարությունը դեռևս նոյեմբերին եւ ինչի վերաբերյալ Հայաստանի վարչապետը բանի ժամանակ, Երևան դիալոգի ժամանակ արտահայտեց, եւ անիմացիայով ցույց էր տալիս գնացներ դա որպես առաջին քայլ ես չեմ տեսնում թե ինչով չի կարող չպիտի բավարարի Ադրբեջանին։ Նորից որպես առաջին քայլ Եթե մենք փորձում ենք process-ները տանել քայլ առ քայլի տրամաբանությամբ։ Այդ մարդիկ ասում են, տեսնում եք, ինչպիսի հիանալի հեշտացված տարբերակ է առաջարկում հայկական կողմը, եւ մարդիկ ուզենան խաղաղություն կընդունեն, ի՞նչն է խանգարում։ Դուք էլ եք ասում, ի՞նչն է խանգարում, ոչ մի բան է։ Այսինքն մենք անում ենք ասեմ ի՞նչն է խանգարում։ Ադրբեջանում այս պայդրությամբ չստանալով ոչինչ։ Ադրբեջանում այս պայդրությամբ այ ասում եք անում ենք զիջումներ։ Ինչ զիջում ենք արել։ Մի քանի նոր ախր հենց դուր քննարկեցինք, ոչ մի զիջում չկարողացաք ձևակերպել, թե մենք ինչ զիջում ենք արել։ Չէ, մերկուսը ձևակերպեցի, բայց անելու ենք, այսպես։ Դե հələ չենք արել, չէ՞, իսկ դուք ասում եք արել ենք։ 4 գյուղատեղից ենք դուրս եկել, ոչինչ չստանալու։ Ոչինչ չենք ստացել, դրա դիմաց տեղերանոցը հետևել է։ Նյութական թուղթ չեմ ասում, 12 կիլոմետր սահման դելիմիտացվել դեմարկացվել է եւ ընդունվել է կողմերի համար, այ դուք դա ասում եք թուղթ չէ, ձևական չէ, բան, բայց ստեղծվել է այդ ամբողջ հիմքը, որի վրա պետք է շարունակվի դելիմիտացիան, դեմարկացիան։ Եվ այո, ես էստեղ ունեմ մտահոգություն, մտավախություն եւ պահանջ, որպեսզի հողի վրա աշխատանքները շարունակվեն դելիմիտացիա դեմարկացիա։ Բայց վերադառնանք դրանից, որ ասում եք, ինչի չեն համաձայնվում Բաքվում։ Դա շատ կարևոր հարց է։ Գիտեք, Բաքվում ըստ էության ես կարծում եմ եկել են հետեւյալ հաշվարկին, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հիմա ավելի շատ բան տալիս է Հայաստանին, քան Ադրբեջանին։ Այ դրանից հետո մեր, եթե մենք գրում ենք այդ խաղաղության կառուցման կայացման ուղղությամբ հայ-թուրքական հարաբերություններն են կարգավորում, սահմանն է բացվում, մենք իրատեսական հնարավորություն ենք ստանում ինտեգրվելու եվրոպական միության հետ, եվրոպական շուկաների հետ, որտեղ ի վերջո քեզ ճանապարհ է, չէ՞ պետք Եվրոպա հասնելու։ Դու Վրաստանով չես կարող հասնես Եվրոպա, Սև ծով, Վրաստանի վիճակը աստված գիտի ինչա տեղի ունենում։ Քեզ լուրջ հիմնարար ճանապարհ Գյումրին եւ Երևանը պետքա կապված լինեն երկաթգծով Փարիզի, Բեռլինի, Հռոմի հետ։ Իսկ դա մեր դեպքում հնարավոր է Թուրքիայի միջոցով։ Հիմա այս ամեն ինչը ստանում է Հայաստան այդ կարգավորումից։ Ադրբեջանում եկել են եզրակացության, որ իրանք առանձնապես ոչ մի բան չեն ստանում։ Ու դրա համար օրինակ ես տեսնում եմ իրենց հեղինակները, այսպես փորձագետները նյութեր են սկսել գրել, բա Ադրբեջանն է պետքա բաներ ստանա, պետքա կալորիաներ մտածել, թե Ադրբեջանը ինչ է ստանալու այդ խաղաղության դիմաց եւ այլն։ Իմ կարծիքով սա է իրական պատճառը, թե ինչու Ադրբեջանը այս պայությամբ չի ստորագրում խաղաղության համաձայնագիր, ոչ թե սահմանադրություն կամ այլ թեմաներ, որտեղ իրանք հաշվարկի, իրանք շատ ավելի քիչ բան են ստանում այդ համաձայնագրից, քան Հայաստանը։ Շատ լավ, եկեք ուրեմն թեման մի քիչ այս ուղղությամբ տանենք։ Միջազգային իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Օրինակ հիմա դուք գիտեք, Եվրոպական միությունը նախաձեռնել է այդ Սև ծովի գլոբալ դարպասներ նախագիծը, որը ենթադրում է բավականին լուրջ
ինվեստիցիոն, այսպես ներդրումային ծրագրեր։ Հիմա պետք է սրա հետ աշխատել, պետք է օրինակի համար հասնել նրան, որպեսզի Եվրոպական միությունը այդ բոլոր ներդրումները, որոնք որ պատրաստում անել Ադրբեջանը, պատրաստ լինի անել միայն պայմանով, որ եթե ստորագրվում է խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ, մենակ այդ պարագայում ադրբեջանցիները կտեսնեն այդ եվրոպական փողերն ու եվրոպական ներդրումները։ Մասը կալորիա է, թե կալորիա չի պայման։ Կալորիա։ Այ դա էլ երբ որ մենք այսքան խոսում ենք, որ եվրոպացիները ուզում են խաղաղություն տարածաշրջանում, ուզում են մեզ մի բանով օգնած լինեն, մեր նեղին հասած լինեն, այ պետքա ձևակերպել այս ամեն ինչը, թե ինչով կարան այդ մարդիկ։ Հուսանք նրանց ակնկալիքն այն չի, որ Հայաստան կփոխի սահմանադրություն, սա ռետորական հույս էր։ Ուղղակի եկեղեցուն ընդդիմությանը Փաշինյանին հանգիստ թողնենք, հիմա անցնենք ամերիկացիներին, որոնք ըստ էության Եվ ամեն շաբաթ ուղերձներ են գալիս կամ պաշտոնյաներ են գալիս Երևան, Բաքու, ես չգիտեմ ինչքանով է դուք լուրջ ընկալում այս ադմինիստրացիայի հայտարարությունները, ասենք Հայաստանն եւ Ադրբեջանը մոտ են, Հայաստան համաձայնագրին ասում էր Ուիտքով կամ պետքարտուղար Ռուբիոն նշում էր, որ փաստորեն ամերիկյան թիմը ներգրավված է Հայաստան-Ադրբեջանի ներխուժման կանխմանը, Հայաստան համաձայնագրի process-ին դուք ասպես ասենք իրական սպասում ունեք, որ այս աշխատանքը ինչ որ ակնարկում են, մենք լսում ենք պաշտոնապես, կարող է նպաստել Խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Միացյալ Նահանգները այն պետությունը չի, որին հնարավոր է անլուրջ վերաբերվել անկախ ադմինիստրացիայից, այդ միանշանակ է։ Հիմա ինչ վերաբերում է այս ադմինիստրացիան, ես մի այսպիսի մեկնաբանություն կանեմ։ Ես կասեմ, որ մեզ շատ պակասում է ուրեմն հողի վրա իրավիճակին այսպես քաջատեղյակ, պրոֆեսիոնալ եւ հայտարարություններից անդին, եթե կուզեք այսպես զվարճեմ, դաշտային աշխատանք անելու պատրաստակամություն Միացյալ Նահանգներից։ Այո, որ ասում են լուրջ, հենց դա նկատի ունի, ոչ թե քաղաքական հայտարարություններ, որոնք մենք Բայդենյան շրջանում շատ ենք լսել։ Մեզ ինչն է պակասում Միացյալ Նահանգներից։ Այսինքն, բայց դաշտային աշխատանք անելու կարիք կա հիմա, 17 կետ համաձայնեցված է, թե այլ բան նկատի ունեք, ասենք կոմունիկացիաների բացում եւ այլն։ 3 թրեք կա բանակցային, խաղաղության համաձայնագիր, դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիա, ես կարծում եմ 3-ում էլ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը ունեն շահերի ընդհանրություններ բավականին լուրջ, խնդիր ուղղակի նա է, որ գուցե մեր տարածաշրջանը չի համարվում բավականաչափ ռազմավարական առաջնահերթություն, որպեսզի այդ շահերի համընկնումն ու հայտարարություններից անդին մենք տեսնենք որոշակի գործողություններ, տեսնենք էներգիա ծախսելու պատրաստակամություն։ Ես չեմ ասում, որ սա չի կարող փոխվել, տեսականորեն դա կարող է փոխվել, բայց ես արձանագրում եմ, որ այս պետությամբ դրա պակասը կա։ Այ մենք տեսել ենք նախկինում անգամ 1 շաբաթով, եթե չեմ սխալվում, կարող է թիվը սխալվում եմ կամ 5 օրով հայ-ադրբեջանական բանակցություններ հյուրընկալում Միացյալ Նահանգներում, տեղը լավ չեմ հիշում, անկեղծ չեմ, կարծեմ Վաշինգտոնում էր։ Իհարկե դա անարդյունավետ էր եւ զրոյական արդյունքով, որովհետեւ դրանից հետո բռնի տեղանություն եւ այլն եւ այլն, հա։ Դուք սպասում եք նման կան նաեւ ազդակներ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ոչ թե հեշտացնել հայ-ադրբեջանական խոսակցությունը հյուրանոց տրամադրելով, այլ բուն աշխատանքներ ներգրավելով, առաջարկներ անելով, օրինակ սահմանադրության հարցը փորձել մի քիչ կարգավորման ուղղությամբ տանել։ Ես կարծում եմ, որ լավ գաղափար կլիներ նույն ֆորմատը կրկնել, բայց ոչ թե արտաքին գործերի նախարարների մակարդակով, այլ ԵԿ-ների ղեկավարների մակարդակով։ Այ հրավիրել եւ մի քանի օրանոց քննարկումներ իրականացնել, մանավանդ որ բավականին երկար ժամանակ է, որ առաջնորդների մակարդակով եկող հանդիպում տեղի չի ունեցել։ Այո, տարբեր կուլուարներում, տարբեր խոսակցություններ եղել է, Տիրանայում, մինչև այդ Պետերբուրգում, Կազանում կարծես թե։ Կազանում էր, հա։ Բայց այդ բոլոր հանդիպումները եղել են կուլուարային, այսպես, եթե կուզեք ոտքի վրա 5 րոպեանոց կամ 10 րոպեանոց խոսակցություններ, բայց մեծ հանդիպման կարիք ես կարծեմ վաղուց առաջացել է։ Բանակցել ղեկավարների մակարդակով, հա։ Շատ լավ, իսկ դուք տեսնում եք ռուս-ուկրաինական կրակի, այսպես ասենք, մարման հնարավորություն, որովհետև դա էլ մեզ անմիջապես առնչվող հարց է։ Բոլորը խոսում են դրա մասին, բոլորը ասում են, որ այտենց տարբեր կանխատեսումներ կան մինչև ամսվա վերջ, մինչև տարվա վերջ պատերազմը կդադարի, բայց ճիշտ ասած այս վերջին օպերացիաները, որոնք ուկրաինական կողմը իրականացրել է, դրանք փայլուն օպերացիաներ են, պետք է արձանագրենք։ Խոսում են նրա մասին, որ կողմերը ունեն դեռևս բավականաչափ կարողություններ պատերազմը շարունակելու, այնպես որ ինչ որ
այսպես այդ հրդեհի մարման նշաններ ես անձամբ դեռ չեմ տեսնում։ Մանավանդ բանակցային process-ները, երբ որ հետևում ես բավականին կոշտ են կողմի դիրքորոշումը, Ռուսաստանի դիրքորոշումը ըստ էության ընդհանրապես կապիտուլյացիա է պահանջում Ուկրաինայից, որտեղ այն պահանջները, որոնք դրված են, դա կապիտուլյացիա է։ 4 շրջաններից դուրս գալ, որոնք նույնիսկ ինքը չի գրավել։ Այնպես որ դա ես չեմ կարծում, որ պետք է այդտեղ դեռևս առիթ կա խոսելու ինչ որ բանի մասին, կարգավորման մասին։ Ու մենք նաև պետք է ֆիքսենք, որ հարավային Կովկասի համար ընդհանրապես եւ Հայաստանի, եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի համար Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում ստեղծել է որոշակի օպերատիվ հնարավորություններ եւ դիվերսիֆիկացիաների գնալու եւ իրենց ներքին կա ուրեմն խնդիրները փորձելու լուծել ու այդ օպերատիվ ժամանակը մենք մինչեւս օգտագործել ենք շատ վատ։ Վատ։ Այո։ Ինչու՞։ Թվում էր վատ չի օգտագործվել ամեն դեպքում։ Դե լավ օգտագործած կներ թե խաղաղության պայմանագրերը ստորագրացրին էին, Հայաստանը եւ Ադրբեջանը, այսինքն կոնֆլիկտի պատուհանը բացում է, որի բաց է դեռևս, որից կարող է ներխուժել։ Այո, դա այն պատուհանն է, որից Ռուսաստանը մտնելու է նորից տարածաշրջան իր ամբողջ նախկինում գոյություն ունեցած էներգիայով եւ կարողությունով։ Մայիսի 28-ին, 27-ին Հայաստանը, Ադրբեջանը նշում են իրենց անկախության, որ այդ դուք ինչ եք մտածում, նաեւ շփումներ ունենալով ադրբեջանցի փորձագետների հետ, միգուցե պաշտոնյաների, չգիտեմ, նրանք ունեն որոշակի գիտակցական այնպիսի մակարդակ, որ մեր անկախությունը որոշակիորեն փոխկապակցված է իրար եւ եթե կոնֆլիկտը շարունակում է մնալ, դա միշտ յուրաքանչյուրիս փուլ առ փուլ մեզ, փուլ առ փուլ նրանց ճնշման, կանխման տակ դնելու։ Գիտեք, կարծում եմ ոնց որ եւ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն այդ գիտակցումը եւ պատրաստ են այդ ուղղությամբ աշխատել, բայց նաեւ կան բոլորովին հակառակ դիրքորոշում ունեցող մարդիկ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Քոչինյան, Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արայք Քոչինյան։